ամեն բան վարկյանի տակ կարող է վերանալ, պատերազմներ է, միգուցե արթնանանք վաղու ասեն այլևս փողերը չի գործում, էլ այդ փողը արդեն զիբիլ է, թափեք զիբիլը, միգուցե վաղը արթնանանք ու այդ ամբողջ այդ գմբետ, այդ պալատները, որ կառուցել ենք, փլուզվի մի երկրաշարժի պատճառով, մի րոպեում մարդը ամեն ինչ կարող է կորցնել երկրի վրա, այն ինչը, որ մենք այսօր տեսնում ենք գեղեցիկ է, սիրուն է, շոշափելի է, սաղ անցողիկ է, սուտ է ու ժամանակավոր է, այսօր Սուրբ Հոգին ուզում է յուրաքանչյուրի սիրտը կապի երկինք եւ ամենակարևորը կարևորենք այսօր, որովհետեւ այն ինչ որ այսօր մարդիկ նույնիսկ հավատացյալ ժողովուրդը, նույնիսկ եկեղեցի այցելող ժողովուրդը, որ կարևորում են, դա Աստծո աչքին զզվելի է։ Դա չի խոսում Տերը միայն ձեր հետ, դա խոսում է մեր հետ էլ։ Խոսում է յուրաքանչյուրիս հետ, փառքը Տիրոջը դրա համար, կարա եկեղեցին ասի ամեն։ Այսինքն, այն ինչ որ այսօր մենք կառուցում ենք երկրի վրա, այս ժամանակավոր գանձերն ու հարստությունները, Աստված ուզում է մենք առավել եւս մենք կենտրոնանանք երկնքում կառուցենք մեր գանձերը, որովհետև սա ինչ որ մենք հիմա ունենք, անցողիկ է, ժամանակավոր է, մնայուն չի։ Ասում եմ ամենագեղեցիկ բանը, որ շոշափելի կպնում ես, վաղը կարողա չտեսնես։ Առավել եւս ասեմ, այն մարդիկ, որ շատ թանկ են մեզ, այն մարդիկ, որ մի տեսակ մեր հույսն են, կարող է եւ չլինեն վաղը։ Ոչ մի բանում երաշխիք չկա, որ կարող է մնայուն լինել։ Միայն մեկ բան է մնայուն։ Թույլ տվեք այդ համարը ընթերցեմ, լավ, Հիսուսը ասաց ինչն է մնայուն։ Եթե կարելի է այսին միացրեք, մի անջատեք, լավ։ Մատթեոս 19 համարում Հիսուս այս խոսքերը ասեց։ Կխնդրեմ կենտրոնանաք շատ լուրջ ձևի այս խոսքի վրա։ Ձեր համար գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ ցեցը ու ժանգը ապականում են, եւ որտեղ գողերը մտնում են եւ գողանում են, այլ ձեր համար երկնքում գանձեր դիզեք, որտեղ ոչ ցեց, ոչ ժանգ, ոչ մեկ ասма չի ապականում, ոչ էլ գողերը կարող են մտնել կամ գողանալ այն։ Այսինքն Աստված այս պահին ինչ է ուզում այս խոսքով մեզ ասի։ Այս պատգամը փորձում է մեր կենտրոնացումը շեղել շնչավոր մարմնավոր բաները կարևորելու տեղը դեպի հոգևոր արժեքները, որը մնայուն է եւ հավիտենական է։ Աստված ինչ է մեր մեջ կառուցում, որպես իր տաճարները, իր սուրբ տաճարները, հոգևորը, արժեքավորը։ Ամեն։ Աստծո ժողովուրդ, նա ուզում է մենք ավելի կարևորենք կարևորը։ Հիմա կասեք, իսկ ո՞րն է կարևորը, ո՞րն է ավելի կարևորը այն է, որ հոգևոր արժեքները, թույլ տվեք բացատրեմ։ Մարդիկ կարևորում են գումարը, հարստությունը, չէ, երբ որ մեկի ուզում ես հետը շփվես, նայում ես իր կարողության վրա, բայց թույլ տվեք մի բան ասեմ, որ ավելի կարևոր պետք է լինի մեր յուրաքանչյուրիս համար, մանավանդ որպես Աստծո ժողովուրդ, մենք պետք է կարևորենք մարդկանց մեջ հավատարմություն, մենք պետք է կարևորենք մարդկանց մեջ սեր, հարգանք, ուշադրություն, սրանք են, որ մարդը, սրանցով է, որ մարդը կարողանում է պտուղ տալ։ Եթե այս որակը, այս արժեքները մեր մեջ չլինի, մենք չենք կարող պտուղ տալ։ Պտուղի նկատի ունեմ մեր գործերը, մեր կյանքը, մեր ապրելակերպը դառը պտուղներ կունենա։ Մենք ինչքան էլ ասենք Աստծո մարդ եմ ես, բայց դրսում կտեսնես ինձ պահվածքս աշխարհային, հա? Աշխարհայինի նկատի ունեմ հայհոյ եմ, ցավացնեմ, կռվեմ, այս վարքերը, որը որ Աստծուն փառք չի բերում։ Իսկ Աստված ինչ է փորձում այսօր մեր մեջ անի։ Մեր համար ուզում է, որ մեր կենտրոնացումը շեղի մարմնավորից, որը մենք շատ ենք կարևորում, որը որ մեր հարստություններն է, որը որ դիզում ենք, որ թողենք վաղը մեր երեխաներին, որը որ ոչ մի բան մնայուն չի, քանց Աստծո խոսքը, քանց Աստծո ճշմարտությունը,
քանց հոգևոր արժեքներն ու որակները։ Կարան կենտրոնանանք, եթե կարելի է։ Երեխուն մի նայեք, երեխան թող չխանգարի ձեզ, դուք կենտրոնացեք այստեղ, լավ։ Այսօր շեշտը ուզում եմ դնեմ մի կարևոր տեղի վրա, որը որ հավատարմությունն է։ Ամեն որակները հրաշալի են, ուշադրություն, սեր, ողորմություն, այս ամենը կարևոր է, բայց այսօր Սուրբ Հոգին շեշտը դնում է մի կարևոր բանի վրա, հավատարմության վրա։ Ամենահրաշալի, ամենաթանկ որակն է, որ մարդը կարող է իր մեջ ունենալ։ Եվ ավելին ասեմ ձեզ, մեր հավատարմությունը չի փորձվում, երբ որ դիմացինը լավ տեղում է գտնվում, մեր հավատարմությունը փորձվելու է, երբ որ դիմացինը մեր հանդեպ սխալ թույլ տա։ Որքանով մենք կփորձենք այդ անձերին դարձյալ մնալ հավատարիմ։ Ամեն։ Մարդկային տեսանկյունից թույլ տվեք ասեմ, որ սովորաբար հավատարմություն բառը հիշեցվում է, այսինքն նշանակում է պատկանելության, համերաշխության, հզոր ինչ-որ մի զգացում, մեկ այլ ձևով կարող եմ ասել անսասան նվիրվածություն, մարդկային առումով, բայց եկեք ավելի խորը նայենք, ըստ Աստվածաշնչի, որը միակ ճշմարտությունն է, հա, ըստ Աստվածաշնչի հավատարմությունը զուտ հարաբերական է, այսինքն նշանակում է ամբողջ էությամբ, զորությամբ, լիովին նվիրվել ինչ-որ մեկին։ Եվ յուրաքանչյուր մարդու կյանքում այդ ինչ-որ մեկը պետք է լինի Տերը։ Եթե մենք Աստծուն նվիրված ենք, Աստծուն հավատարիմ ենք, խոստանում եմ ձեզ, միմյանց էլ հավատարիմ կլինենք, որովհետև ինստինկտյան քո մեջ ձևավորվում է աստվածային էություն, այս հավատարմությունը, որը չի թույլ տա դու դավաճան լինես որևէ քո քույր կամ եղբոր նկատմամբ։ Ամեն։ Օրինակ կուզեմ տալ։ Հեսուն, երբ որ ժողովրդի առջև կանգնած էր, մի մեծ հայտարարություն արեց ժողովրդին, կարծես նրանց առջև դրեց պայման, որոշում, կայացրեք, չգիտես ինչու այսօր հենց սրտումս դա դրվեց, որ նույնը փոխանցեմ ժողովրդին, ձեզ, որը որ 21-րդ դարի այս ժամանակակից դարաշրջանի ժողովուրդն ենք Հիսուսի հետևող, ուշադիր լսեք ինչ է Հեսուն ասում, Հեսու 24:15 համարը, ասում է, բայց եթե Տիրոջը պաշտել, կներեք, Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրեք այսօր թե ում եք ծառայելու։ Եվ սա այդ տարածքի ժամանակի մասին էր խոսում, բայց այսօր ամեն մեկը պատկերացեք ձեր համար ասում է Ամերիկայում, լավ, որովհետև Ամերիկայում շատ շեղված կրոններ կան։ Ասում է Եփրատ գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածներին, այսինքն մեր հայրերի Հակոբի, Աբրահամի, Իսահակի, իրանց Աստծուն ենք մենք այսօր որոշում պաշտել, թե ասում է ամորացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք, թե Ամերիկայում գտնվող բոլոր կրոնների փոքրատառով աստվածների, հա, որտեղ որ մենք բնակվում ենք։ Եվ Հեսուն հայտարարություն անում, հստակ, առանց վախենալու, եւ այնքան գեղեցիկ է, որ այսօր ամեն մեկս, մանավանդ տղամարդիկ դուք, որովհետեւ դուք եք գլուխը եւ ձեզանից է ամեն բան սկսում, երբ որ այս արտահայտություն անենք, ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Պաշտել չի նշանակում շաբաթը մեկ օր Կիրակի օր կգանք այստեղ ձեռքերներս դեպի վեր, կերքենք Տիրոջը, կերկրպագենք ու ոչ, պաշտել նշանակում է Տիրոջ համար ենք ապրելու։ Մեր սիրտը միայն Տիրոջն է պատկանալու, Տիրոջն ենք ծառայելու, որովհետև մենք երկու ընտրություն ունենք մեր կյանքում, կամ ծառայում ենք սատանային, կամ ծառայում ենք Աստծուն, որոշումը մերն է, թե մենք որին ենք ընտրում այսօր ծառայել, եւ Հեսուն ինչպես ասաց, ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտելու, այսինքն Տիրոջն ենք ծառայելու, Հովիվ Արմանը եւ ես այս ընտրությունը 17 տարի առաջ արեցինք, որը որ մեծ գին վճարեցինք այս արտահայտության համար, բայց դարձյալ եթե այսօր նորից մեզ այդ հարցումը մեր առջև դրվեր, դարձյալ մենք նույն որոշումը կկայացնեինք, որ ես եւ իմ տունը
Աստծուն ենք պաշտելու, ամեն, մենք փոքրատար աստվածներ չենք պաշտելու, ոչ էլ հանդուրժելու ենք որևէ, ինչ որ մի շահի համար, եկեք այտենց ասեմ, լավ, երբ որ մենք կանգնեցինք և Աստծո առաջ ասացինք ես և իմ տունը Աստծուն ենք պաշտելու, մենք ի նկատի ունեինք, որ կլինի փարախում, որպես գառներ մենք Աստծունն ենք, Աստծո հետ ենք, կլինի դա ծառայության դաշտում ծառայելու ենք Տիրոջը, կլինի դա պատերազմի դաշտում, որպես իր զինվորներն ենք, այսինքն ամեն բնագավառում, ամեն իրավիճակում, ամեն որոշման մեջ մենք Տիրոջն ենք ընտրում, որ մնալու ենք Տիրոջը հավատարիմ, գիտեք, պաշտելը, ինչ որ ասացի, ինչ որ մեկ անգամ մի բան անել չի, սա սրտի վիճակ է, սա դու ապրում ես ուղղակի, շնչում ես միայն Տիրոջ համար, ամեն, և գիտեք ինչն է կարևորը, երբ որ մենք ասում ենք, այո Տեր հավատարիմ եմ մնալու քեզ, յուրաքանչյուրս փորձվելու ենք, կրակներով ենք անցնելու ենք անեց կրակներով, որ մենք ուզելու ենք պահագալու կանգ առնենք, հիմա կասեք, իսկ Pastor Sylvia կոմոտ դա եղել է, այո, մինչև առորս գալիս է ժամանակ, որ ուղղակի ուզում եմ կանգ առնեմ, գիտեք ինչու, որովհետև այնքան անհավատարմություն եմ ճաշակում աշխարհից, ոչ, ցավալի է չէ, բայց գիտեք ինչ է, եթե խոստացել եմ հավատարմություն, ուրեմն որքան է դավաճանվեմ, պիտի հավատարիմ մնամ իրեն, որովհետև Հիսուսի վերաբերմունքը չփոխվեց Հուդայի նկատմամբ, երբ որ նա գիտեր Հուդան դավաճանելու է մի օր իրան, նա գիտեր, որ Հուդան 30 արծաթի համար վաճառելու է Հիսուսին, բայց Հիսուսի վերաբերմունքը չփոխվեց Հուդայի նկատմամբ, այն վերջի ընթրիքին Հուդային է հաց տվեց, Հուդային է գինի տվեց, Հուդայի ոտքերն է լվացնա, ինչու, որտև ինքը հավատարիմ է, իր խոսքը իրան չի կարա հակասի, այսօր մարդիկ կարան ասեն, ո Pastor Sylvia, ինչ հրաշալի Աստծո մարդ եք, ոնց եմ օրտնվում քո քարոզներով, 2 րոպե հետո միտքները փոխեն, ասեն, էդ էլ Աստծո մարդ չի, մի տեսակ շատ ագրեսիվ ու խիստ խոսած մեր հետ, բայց Հիսուսի վերաբերմունքը չէր փոխվում, իմը միգուցե փոխվի որոշ չափով, որտեղ մարդ եմ ունեմ, մարմնի մեջ եմ, Հիսուսինը նույնիսկ մարմնի մեջ չփոխվեց նրա վերաբերմունքը մեր նկատմամբ, դարձյալ շարունակեց մնալ հավատարիմ, մինչև վերջի պահը, իսկ հիմա կասեք, եթե հավատարիմ էր Հուդան, ինչու գնաց այդ ծայրահեղ աստիճան, որ ինքը գնաց ու ինքնասպան եղավ, որովհետև Հուդան այնքան հպարտ էր, Հուդայի մեջ հպարտությունը այնքան մեծ դեր էր զբաղեցնում, որ Հուդան զղջաց արածից, բայց չապաշխարեց, զղջաց, որ տարավ այդ 30 արծաթը և գցեց հենց տաճարում ու հելավ ասեց, ինձ պետք չի, սա այրունի փող է, հասկացել էր, բայց չապաշխարեց, չգնաց Հիսուսի ոտերի մոտ, ասեր Տեր ներիր ինձ, դավաճանել եմ քեզ, բայց Պետրոսը այդ նույն գիշեր 3 անգամ ուրացավ Հիսուսին, երբ որ նրան ասում են դու նրանց նման ես նրանց, Պետրոս ասում էր ում նրանց, ես նման չեմ նրանց, ես Հիսուսին չեմ ճանաչում, ով է Հիսուսը, այն Պետրոսը, որ 3 տարի Հիսուսի ձեռից կերակրվում էր, այն Պետրոսը, որ 3 տարի հրաշքներ էր տեսնում, դևեր էին անում, մեծ գործեր էր տեսնում, այդ նույն Պետրոսը 3 անգամ ուրացավ Հիսուսին, բայց զղջաց, գումարած, ապաշխարեց, վազեց և ներողություն ասեց, այսօր այդ սիրտն է Տերը ուզում, որ որքան է մենք ընկնենք, բայց մնանք հավատարիմ Աստծուն, մնանք հավատարիմ, մենք իմանանք որտեղ վազենք, երբ որ տկարանում ենք, չվազենք սատանայի մոտ, չվազենք աշխարհ ու ասենք պատժենք հովիվին կամ անդամներին,
վազենք Հիսուսի ոտերի մոտ եւ ասենք. Տեր, ներիր ինձ, ընկել եմ, այո, 10-րդ անգամ նա նույն մեղքն եմ թույլ տվել, ընկել եմ, դարձյալ կների նա։ Գիտեք ինչու, որովհետև նա մեր բարեխոսն է, գրված է, եթե մեկը մեղք գործի, մենք ունենք բարեխոս երկնքում, հոր աջ կողմը նստած բարեխոսում է մեզ համար, եթե մենք նրան ներողություն ենք ասում, նա պատրաստ է ներելու մեզ։ Չվազեք աշխարհ, չվազեք այլ տեղերում փնտրեք որևէ բան, փնտրեք ձեր ներումը Հիսուսի ոտերի մոտ, որովհետև երբ գնաք ներելու է, երբեք չի դատապարտի ձեզ, երբեք, նույնիսկ չի հիշեցնի։ Ժողովուրդ, Հեսուի այս հայտարարածը, որ ես եւ իմ տունը Աստծուն ենք պաշտելու, ուշադիր նայեք, սա խոսում էր Աստծո նկատմամբ իր հավատարմությունը։ Նույնպես Աստված ուզում է Աստծո ժողովուրդ, մենք մարդկային ոլորտում լինենք հավատարիմ։ Հանձինս իմ համար ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ հավատարմությունը չափազանց մեծ կարևորություն էր։ Հավատարմություն, հավատարիմ մնալ ընկերներին, հարազատներին, բոլորին, մենք սիրում էինք դա, նես չի կատարյալ ենք, բայց սիրում էինք հավատարմությունը, մեր տան մեջ շատ էր խոսվում դա։ Եվ ես ու իմ ամուսինը նույնպես, նույն կերպ մեր երեխեքին ենք մեծացնում։ Հավատարմությունը չափազանց կարևոր է։ Կապ չունի, քո հավատարմությունը երբեք չի փորձվելու, երբ որ դիմացինը ճիշտ է։ Քո հավատարմությունը փորձվելու է, երբ որ դիմացինդ քո հանդեպ ինչ որ մի բան սխալ անի։ Դու արդյոք կմնաս հավատարիմ։ Ես կուզեմ բարձրաձայնեմ ընդհանրապես Աստծո մարդկանց պատիվ են տալի, ես ուզում եմ պատիվ տամ այսօր Ավո աղբորն ու Լիլիթ քրոջը։ Ինքը չգիտի, եթե ասեմ պիտի խոսայի, կարգել են ինձի։ Ավո աղբերն ու Լիլիթ քուրը բերանով աստվածապաշտներ չեն, տեսքով միայն աստվածապաշտներ չեն, իրանք իսկապես աստվածապաշտներ են, գիտեք ինչուց գիտեմ դա, իրանց պտուղներից, վերջերս մի բան կատարվեց, կարևոր չի բարձրաձայնել ու իրանց հավատարմությունը, որ առանց կասկածի տակ դնելու ուղղակի Աստծո մարդու կողքը կանգնեցին, ձիգ առանց շարժվելու, Ես հասկացա մի կարևոր բան, որ իրանց մեջ այն հավատարմության արժեքը կատարյալ է, Տերը ստեղծել է, Տերը իրանց մեջ կառուցել է, դա Ավո աղբեր, ես չեմ ասում դա քեզ փառավորելու համար, իսկապես անսահման սիրով սիրում եմ քեզ եւ Լիլիթ քրոջս, դու գիտես ինչ ուղղակի չես կարա չգնահատես եւ ամոթ չի բարձրաձայնել այն, ես իրանց հետ, նույնիսկ Ավո աղբորս հետ, կարող եմ նստեմ ու զրուցեմ ուղղակի Աստծո մասին եւ մենք կարող է բաները լինի նույնիսկ տարբեր մի քիչ մտածենք, օրինակ Ավո աղբերը շատ ուզում է տեսնի կատարյալ հրաշքներ եւ սպասում եւ ես առաջներում ասում եմ Ավո աղբեր, բայց Տերը գիտի, չէ, ու պիտի անենք եւ ես հիմա համաձայնվում եմ, որ պիտի լինի Աստծո տան մեջ այդ հրաշքները, այսինքն բաներ կա կարող է իրար մի քիչ տարբեր մտածենք, ոչ թե տարբեր միտք ունենանք, տարբեր ուղակի ձևով, սա հավատքի մի տեսակ բան է, ամեն մեկից տարբեր հավատքի չափ է, բայց մենք մի միտք ունենք։ Ես գիտեմ, եթե ինձ մոտեցող Ավո աղբորը կամ Լիլիթ քրոջը մոտենա, նույն պատասխանն է ստանալու։ Ես կասկած չունեմ, ոչ է որոշելու կարիք ունեմ իրանց հետ։ Պատվում եմ ես դա Աստծո տան մեջ։ Ավո աղբեր, եթե փորձվեք, մնում եք նույն։ Ռոզիս, բոլորդ կասեք մտերիմ ընկերուի տա, դրա համար այդպես ես խոսում, ոչ, մտերմությունը մեր մի կողմ դրեք, հավատարիմ Աստծո ծառայա, հավատարիմ զավակ Աստծուն, աշխարհը փոխվի, կողքը ինչ լինի, ինքը մնում է հավատարիմ Աստծո խոսքին, Աստծո խոսքը ինչ է ասում, Եվ ես իսկապես պատվում եմ նրան, Արմանը ժպիտով նայում է Ռոզին, իրանք ավելի մտերիմ են իրար հետ, օրվա մեջ ավելի շատ են իրար հետ խոսում,
Քանցի ես ռոզից եմ իմանում Արմանի հետ օրվա մեջ ինչ ալում, այդ ձև մտե, որտեվ կա հավատարմություն մեր մեջ։ Դա գնահատելի է ու գեղեցիկ է։ Անի քուրս դու մնացած բոլոր նրանք ովքեր գիտեք դուք հավատարիմ եք, պատվում եմ ձեզ, մնացեք հավատարիմ, որովհետև Աստծուն հավատարիմը միմյանց էլ հավատարիմ կմնա, նույնիսկ եթե դիմացինդ, նույնիսկ եթե նկատես սխալ է, մնում ես հավատարիմ, որ սրանք իմն են, մենք շարունակելու ենք պատերազմել այս պատերազմի դաշտում։ Աստծո ժողովուրդ, հիշում եք Աստված երկու պատվիրան տվեց Հիսուսը, ասեց երկու պատվիրաններ, որը չափազանց կարևոր է, ուշադիր լսեք։ Առաջի պատվիրանը Հիսուսը սա տվեց Մարկոս 12:30 համարում։ Եթե որևէ մեկի տանունը չեմ տվել ու ինձ հավատարիմ եք, թարս չնայեք ինձ։ Աստված գիտի ձեր հավատարմությունը, Տերը օրհնելու է ձեզ, լավ։ Որտեվ հիմա մտքեր այն ինձի գալի, բայանի, ժողովուրդ, եթե սաղի տանունը տամ, այսօր չեմ շարունակի քարոզս։ Եկեք այնքան խոնարհնենք, որ պատվենք, որ Տերը թույլ տվեց այդ երեքի անունը տվածվի։ Ամեն։ Երկու պատվիրան Հիսուսը տվեց։ Սիրիր Տեր Աստծուն ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով ու ամբողջ զորությունով։ Առաջի պատվիրանն է, երկրորդ պատվիրանը սա է։ Սրան նման է, ասում է, սիրիր քո ընկերոջը քո անձի պես։ Սրանից մեծ պատվիրան չկա։ Քանի ստեք այսօր ձեր պես սիրում ձեր կողքինին։ Եկեք շատ անկեղծ ելնենք։ Ամեն, ամեն, Տերը օրհնի ձեզ, գիտեք ինչու, որովհետև դա արդեն ցույց է տալիս, որ արժեքավոր մի հատ որակա, որ ձեր մեջ կա, որ դուք կարաք ձեր ընկերոջը ձեր անձի պես սիրեք, ամենահրաշալին է, հանձինես ես բոլորից սիրում եմ անսահման սիրով, դուք գիտեք, ով զանգեց, ով նեղության մեջ եղավ, ով ինչի կարիք ունեցավ, ես ձեր կողքը կանգնած եմ, ես ձեր հետ եմ, մինչև վերջ, մենակ մի բան եմ ես ուզում, ինձ չեմ ուզում, Աստծուն հավատարիմ մնացեք, որովհետև միակն է, որ երբեք չի փոփոխվի ու միակն է, որ մինչև վերջ հավատարիմ կմնա ձեզ մեզ, ամեն։ Հիսուս այս պատվիրանները տալով երկու պատվիրան կարևոր, սիրիր Աստծուն, սիրիր ընկերոջդ, նայեք ինչ արեց, նա հաստատեց հավատարմության բուն էություն իր ժողովրդի հետ կնքված իր ուխտի հարաբերությունների միջոցով։ Բացեք ձեր գրքերը երկրորդ Օրինաց 7:9, նայեք ինչ ասում, իմացիր, որ քո Տեր Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, նայեք շեշտը դնում է սրա վրա, հավատարիմ Աստվածը, որ իր սիրողներին և իր պատվիրանները պահողներին մինչև 1000-րդ սերունդը ուխտ ու ողորմություն է պահում, վաու, եթե դու Աստծուն սիրես, դու Աստծո խոսքը պահես, Աստծո խոսքը արժե, այսօր որ ստեղ եք, դուք ուրեմն Աստծուն սիրում եք, որտև լիքը բան կա այսօր անելու դրսում, մանավանդ կանայք, այսօր մարտի 8-ա, չէ մոռացա շնորհավորում եմ կանանց, նոր մի պահ շշկրվեցի, խեղճ Յուրիկ եղբայրին շնորհավորեց, ասում եմ քոնն էլ, հետո ասում եմ չէ Յուրիկ եղբայր, կներես, հետո ասի լավ, արի մի հատ ուղեմ ես, Աստծո մեջ արու եկ չկա, Տերը թող օրհնի բոլորիս, եկեք ասենք ամեն։ Աստված էությամբ հավատարիմ է։ Լսեք, ինչպես Աստված, մենք հենց ասում ենք Աստված, անմիջապես պատկերացնում ենք սեր, ճշմարտություն, արդարություն, հա? Ինչ ենք ուզում, խաղաղության իշխան։ Աստված նաև հավատարիմ է։ Դա ոչ թե իր մեջ կա այդ բնույթը, ինքը էությամբ հավատարիմ է։ Դրա համար ինքը իր խոսքին հակառակ չի գնում, որքան էլ մենք տկարանանք ու սխալվենք, իր խոստումն է, որ մինչև վերջ քո հետ եմ ելնելու, ուրեմն չկասկածես, մինչև վերջ։ Սաղմոսներում Դավիթը ասում է, ուր գնամ քո երեսից, ուր փախչեմ, որ քեզ չտեսնեմ, այսինքն երկինք ելնեմ ընդեղ ես, իջնեմ երկնքի տակը ընդեղ ես, ծովերի մեջ ընդեղ ես, ուր գնամ Տեր, դու այնտեղ ես։ Եվ դա հրաշալի է, որ մենք դա նույնպես հասկանանք, որ ուր էլ լինենք,
նույնիսկ դժոխքային կարգավիճակում էլ եթե լինես, նույնիսկ եթե մահի շուքից զորով էլ անցնես, մի կասկածիր, որ Տերը քո հետ է, Տերը քո հետ է, մի կասկածիր, ամեն ժամանակ հավատա ու պարզապես իր անունը կանչիր, կարանք ասենք ամեն։ Աստծո մոտ դավաճանությունը դիտվում է չափազանց զզվելի արարք, բայց նա իմանալով մարդու բնույթը դարձյալ ինքը մնում է հավատարիմ։ Թույլ տվեք ընթերցեմ, 2 Տիմոթեոս 2:13-ը Պողոս այս խոսքերն ասում, եթե մենք հավատարիմ չմնանք նրան, հետո նա հավատարիմ է մնում մեզ։ Որքան հաստատված խոսք, եթե մենք հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում մեզ։ Քանի որ ինքը իրեն չի կարող ուրանալ։ Այսինքն իր բերանից խոսքը հելելա կմնամ ձեր հետ, հավատարիմ կլնեմ ձեզ, ուրեմն ինքը իրան չի ուրանա, ինքը հենց դա կպահի իր խոսքը, հանուն իր անվան, ամեն։ Մեր ժամանակակից աշխարհում հավատարմությունը հաճախ փոխարինվում է հարմարավետության հետ։ Կարանք ասենք ամեն, բայց հասկացաք ինչ ասացի։ Հավատարմությունը փոխարինվում է հարմարավետության հետ։ Մարդիկ եթե առաջ իրանց նեղություն կտային, որ հավատարիմ մնան դիմացինին մինչև վերջ, այսօր մարդիկ ընտրում են հարմարավետությունը։ Եթե ընկերական շրջապատ ենք իրար հետ լավ ենք, ամեն բան լավ է, դու ինձ հարգում ես, ես քեզ հարգում եմ, հավատարիմ ենք իրար։ Հանկարծ դիմացինը սխալ թույլ տվեց, պարզապես տեսնում ենք միտումը, հեռանալ, ամենահեշտ հարցի լուծումը, ինչ ապաշխարություն, ինչ ներողություն ասել, ինչ զղջալ, հեռանալ, ամենահեշտ ձևը, հասկանում եք ինչ եմ ասում, Աստծո ժողովուրդ, եկեք եկեղեցում սկսենք, հովիվը խիստ է, լիքը հովիվներ կա, գնացեք մեկ ուրիշ եկեղեցի, այդտեղ ցույց է տալի, որ հավատարմություն չկա, որտեղ որ պետք է լինի ապաշխարություն, այդտեղ հեռանալ, հարմարավետությունն են ընտրում։ Ասենք մարգարեն մարգարեացավ, ճշմարիտ Աստծո մարդը մարգարեացավ ու քեզ շատ խիստ խոսքեր ասեց, որը որ եթե ընթերցեք ամբողջ 5 տակարանը, ահա որ խիստ են եղել մարգարեները, բայց այնտեղ կային 450 ավել մարգարեներ, ովքեր կեղծ էին ու քո ականջին հաճելի մարգարեություններ էին անում։ Մարգարետ խիստ է այսօր այս տան մեջ, հեռացի գտի մի ուրիշ մարգարե, քո ուզածը քեզ կասի։ Ինչ է դա նշանակում։ Սուտ մարգարե, որ քո բարգավաճման համար մենակ քո վրա կմարգարե անա։ Սաղմոս 2-ն ողբում է ասելով այս խոսքերը ուշադիր լսեք, սա Դավիթի ժամանակներում է։ Սաղմոս 12:1 համարը, փրկիր Տեր, աղոթք է բարձրացնում, փրկիր Տեր, որովհետև հավատարիմ մեկը չկա։ Թույլ տվեք մեկ անգամ եւս ասեմ, փրկիր Տեր, որովհետև հավատարիմ մեկը չկա, որովհետև հավատացյալները վերացան մարդկանց որդիների մեջից։ Ողբալու վիճակ ասա, ողբալու վիճակ, այսօր վերապրում է եկեղեցին, այս նույն վիճակը, հարմարավետություն, ոչ թե հավատարմություն։ Ես իմ կյանքի ամենամեծ զղջումը, որ ապրել եմ իմ հոգևոր կյանքի մեջ, որ իմ հովիվից հեռացա եկեղեցուց ու ես կանգ չէի առնում, անձս հանգիստ չէր գտնում, որտեղ սխալ վարք էր։ Ես այնքան կանգ չառա, մինչև հետ վերադառնամ ու ներողություն ասեմ իմ հովիվին, կապ չունի, ճիշտ ու սխալի հարց չի ստեղ, ստեղ հարցը նա է, ես պիտի հավատարիմ մնամ իմ հովիվին, ես պիտի հավատարիմ մնայի իմ հովիվին, ինչ է, երբ որ նա ինձ կերակրում էր, աճեցնում էր, աճեցի, սովորեցի, խոսքը լավ, հասունացա, ինչ արդեն մի հատ սխալ թույլ տա թողեմ ու գնամ, հարցը ստեղ սխալը չէր, ստեղ փորձվում էր մեր հավատարմությունը, հավատարմությունը դիտվում է գեղեցկություն Աստծո աչքին եւ գիտեք որ դեպքում երբ որ դիմացինը սխալ է ամեն ինչքան կարանք եկեղեցի փոխենք թափառական են դառնում մարդիկ
Այս եկեղեցուց են եկեղեցի, ստեղ եմ կերակվում, ընդեղ եմ կերակվում, ընդեղել եմ կերակվում, մի հատ էլ ամերիկյան կա, ընդեղել եմ կերակվում, մի հատ էլ ուրիշ հայկական նոր աբացվե տեղ եմ կերակվում։ Սա բիզնես չի։ Դու պիտի ընտրես քո տունը, որտեղ դու կաճես ու այդ կերակուրը կուտես ու այդ կերակուրով դու կամաց հասունանաս։ Եթե ոչ, ընտրությունդ թափառական լինելով դու չես աճելու հոգևոր։ Դրա համար ստամոքսները խառնվում է իրար, վատանում են, էլ այլևս չեն կարողանում, ինչ են անում, սկսում են փնովել ու քննադատել հովիվներին, քույր եղբայրներին, այս ինչը տեսակ, այն ինչը տեսակ։ Մենք պետք է մնանք հավատարիմ Տիրոջ խոսքին, ընտրենք եկեղեցի, որտեղ կմնանք, կաճենք, տկար թե ուղիղ։ Վարդապետություն կծրվի, փախեք, բայց եթե վարդապետություն չի ծրվում, պարզապես հովիվը խիստ է, չի թողում անառակություն տան մեջ, ապաշխարի ու մնա, դու ինքդ քեզ մի խայտառակի, ապաշխարի ու մնա։ Գիտեք, պատկերացնում եք մայրամկանգներ ու բազարաներ Հիսուսի հետ։ Ինչու ես գրել տվե Աստվածաշնչի մեջ, որի մեջից դևեր ես հանել, որ ես մարմնավաճառ ինչ-որ մի փչացած կին եմ եղել, ինչու ես գրել դա ավետարանի մեջ, ամոթ չէ։ Ինչը իրական է, չարա նայվում մարդկանց աչքին, ծածկեք, ինչու, որ տարածվի մեղքը։ Եթե դիմացինը ապաշխարում զղջում է, ծածկի մեղքը, բայց եթե դիմացինը վարակ հիվանդության պես մտել է կարա վարակի, ինչ ծածկելու մասին է խոսքը, վաբշե ընդհանրապես ավետարան գիտեք։ Դա համար ասում է, սովորում են դարձյալ չեն հասունանում, որտև հոգին չեն թույլ տալ իրանց հանդիմանի ու կառուցի։ Ժամանակն է եկեղեցին գնա սրբությունից սրբություն։ Մենք ժամանակ չունենք, պղծվենք, սրբվենք, այս վարքը մեզ չի տրված։ Մեր մեջ պետք է թանկ արժեքները ձևավորվի աստվածային, որ մեր հետ հանգիստ կարողանան խոսան։ Գիտեք, աշխարհում Արմանի բնավորության գիծն եմ ասում, ընդհանրապես աշխարհում ես իրավունք չունեի նույնիսկ ընկերների հետ խոսայի, ինքը ահավոր խիստ էր, ահավոր, այդ կողմից էդի փակված էր այդ թեման, սեղանը դնել էր տալի գնա վերև, այդ ձև էինք մենք, հայկական տղամարդ, գիտեք այդ մենթալիթին, հոգևոր կյանքի մեջ իմ աղբերները իմ հետ գալի նստում, խոսում են, մենք իրար հետ աղոթում ենք, Աստծո խոսք ենք խոսում, թեմա չկա քննարկվելու։ Մենք գիտենք արդեն մեկս մույսին հոգևոր դաշտում ով ենք մենք։ Աշխարհում սատանան այդ ծռել էր, բայց այսօր այդ որակը կա մեր մեջ, քո կողակիցդ քեզ վստահում է, դու կարում եք իրար վստահեք, սա է կարևորը։ Մենք ունենք այդ հարաբերությունը, որ մենք կարող ենք ինքը կզանգի, ինձ կասի անցած օրը եղբայրներից մեկ հետ ասեց զանգի խոսա, կերակրի Աստծո խոսքով նրան եւ փառք Հիսուսին։ Այսօր նա մեր մեջ է, փառք Հիսուսին։ Ինչ եմ փորձում ասեմ, ժողովուրդ, մեր մեջ պիտի այդ հավատարմության որակը ձևավորվի, որ մեկս մույսին ճանաչենք, որ էսի այդ մարդնա, որ կարան վստահեմ։ Կարանք ասենք ամեն։ Ավարտում եմ, բայց թույլ տվեք քարոզի վերնագիրը հիմա ասեմ։ Կարծես մի հարցում է դրած մեր առջև, հավատարմություն, թե հարմարավետություն։ Ընտրությունը մերն է։ Յուրաքանչյուրս թող մեր մեջ ասենք որն ենք ընտրում։ Իսկ եթե ձեր մեջ ասեք հավատարմություն, զգուշացեք, որտեղ փորձվելու եք։ Ձեր հանդեպ սխալ եմ թույլ տալու։ Եվ ձեր հավատարմությունը այդտեղ երևալու է, որքան հավատարիմ եք։ Հասկանում եք ինչ եմ ասում, ժողովուրդ, օրհնվում եք, դե փառք տվեք Տիրոջը։ Մենք տան մեջ հիմա 6 ենք Ռոմանն է մեր հետ, հա, ես ընտանիքով ասում, ես իմ երեխեքին բոլորին իմ հետ, ավելի ճիշտ 7 ենք, Ալեքսն էլ է մեր հետ, բայց Ալեքը քանի որ փոքր է, նրան օրինակ չեմ տալի այդ պատճառով, լսեք, ամեն մեկս տարբեր բնավորություն ունենք, ամեն մեկս տարբեր ճաշակ ունենք, ուշադիր լսեք, բայց ինչու ենք մենք միմյանց հետ մեկ, որովհետև Քրիստոսի միտք ունենք։ Եթե իմ տան մեջ մեկը Քրիստոսի միտքը չունենա, մենք իրար բախվելու ենք, անդադար բախվելու ենք, որտև Քրիստոսի միտք ունենք։
Իսկ Քրիստոսի միտքը ո՞նց է մեր մեջ ձևավորվում։ Խոսքը լսելով, ընթերցելով, հավատքը դրանից է մեր մեջ ձևավորվում։ Կարանք ասենք ամեն։ Առակաց 3:3 համարը այս խոսքերն է ասում։ Թող սերն ու հավատարմությունը, ելի եմ շեշտում, թող սերն ու հավատարմությունը երբեք քեզ չլքեն։ Կապիր դրանք քո պարանոցին, գրիր դրանք քո սրտի տախտակների վրա։ Այդ ժամանակ դու հաճություն եւ բարի անուն կշահես Աստծո եւ մարդկանց աչքում։ Աստվածաշնչում իմ համար ամենահավատարմության մարմնացուն դա հռութն էր։ Չգիտեմ պատմությունը գիտեք թե ոչ, թույլ տվեք մի թեթև վրայով անցնեմ։ Հռութը Նեոմիի հարսն էր։ Նեոմին երկու հարսեր ուներ, մեկի անունը Հռութ էր, մեկինը Որփա։ Երբ որ Հռութի ամուսինը եւ երկու տղաները մահացան, դուք ուղղակի այդ պատկերացեք այդ կարգավիճակը, երկու տղաները մահացել են, հա, ամուսինը մահացել է, դու գիտեք ինքը այնպես էր վարվում իր հարսերի հետ, կարծես իր հարազատ աղջիկները լինեին։ Եվ այստեղ տեսնում ենք, որ օրինակելի սկեսուրերն է, բայց եկեք իրեն թողենք մի պահ կենտրոնանանք հարսի վրա, հա։ Երբեք չեմ լսել նման դեպք։ Միգուցե նման մի բան, բայց ոչ նման դեպք։ Հարսը սկեսուրին ասի, երբ որ արդեն մահացել է իր ամուսինը, որ այս խոսքերն ասում, նայեք։ Հռութ 1:16 ասում է, կեսուրը նրան ասում է, գնացեք ձեր կյանքը շարունակեք, արդեն ձեր ամուսինները մահացել են, գնացեք ձեզի կյանք գտեք, շարունակեք ձեր կյանքը։ Այստեղ Հռութը որպես հավատարիմ անձ, հա, անմնացորդ իր նվիրվածությունը ցույց է տալի այս խոսքերի մեջ, նայեք։ Հռութ 1:16 մի ստիպիր ինձ, իր կեսուրին ասում, մի ստիպիր ինձ թողնել քեզ կամ հեռանալ քեզանից, ուր էլ որ գնաս, ես կգամ։ Եվ որտեղ էլ որ մնաս, ես էլ կմնամ, քո ժողովուրդը իմ ժողովուրդը կլինի, եւ քո Աստվածը իմ Աստվածը։ Այսի խոսում ենք մի աղջկա մասին, ով որ Աստվածապաշտ աղջիկ չէր ինքը, բայց կեսուրին ասում է, քո Աստվածը իմ Աստվածը կլինի։ Մի հատ հավատարմություն նայեք, մարդը մահացել է, ինքը սկեսուրին տալի այդ խոստումը, որ քո հետ հավիտյան մնում եմ ես, ուր դու լես, այնտեղ ես եմ լինում։ Աստծո ժողովուրդ, ստեղ որ նայում ենք այս կարգավիճակը, աննկարագրելի հավատարմություն Աստծո եւ Աստծո մարդու նկատմամբ, բայց գիտեք ինչ արեց նրա սկեսուրը, իր հարսին ամուսնացրեց եւ ասում է իր այդ ամուսնացած երեխուն էլ ինքը պահեց։ Երկկողմանի հավատարմություն միմյանց հանդեպ, որքան օրինակելի է, չէ՞, անկեղծ ասած մի քիչ հուզվում եմ այս պատմությունից, բայց որքան հավատարիմ վիճակ, այնքան գնահատելի է Հռութի այս հավատարմությունը, որ նույնիսկ Աստվածաշնչում գիրք գրվեց նրա համար, նրա այս կյանքը, ապրած կյանքը գիրք գրվեց։ Այսօր հարցումը սա է, մեր համար ինչա գրվում երկնքում գրքերի մեջ։ Մենք որքանով ենք հավատարիմ մարդկանց նկատմամբ, Աստծո մարդկանց նկատմամբ խոսքս վերաբերվում, ոչ նրանք, որ մեզ չարություն են անում կամ նենգություն։ Խոսքս վերաբերում է Աստծո մարդկանց, ովքեր ուղիղ են Աստծո հետ, որտեղ Աստծո հետ ուղիղին դու չես կարող արհամարել ու անարգել։ Եթե թշնամուն են ծառայում, դու իրավունք չունես նույնիսկ շփվես նրանց հետ, բայց եթե Աստծո հետ ուղիղ են իրենց Աստվածը, Հիսուսն է, մենք ոնց ենք իրանց հանդեպ, հարցումս դրանում է։ Գիտեք, շատ երկար է քարոզս գրված, բայց չգիտես ինչ ուզում եմ ստեղ կանգ առնեմ։ Այսօր ես հավատում եմ այս տան մեջ մեծ հրաշքներ ենք ճաշակելու։ Մարդիկ են եկել, որ պետք է աղոթենք։ Ես խնդրելու եմ մի կարևոր բան, եթե կարելի է կանգնեցնենք, խնդրելու եմ մի կարևոր բան։